Ողջույն հարգելի կույսեր, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Ընտրել եմ աստղաբանության ոլորտները 12, բայց որոշ չափով եւ ինչ-որ բաներ կրճատել, ինչ-որ բաներ ավելացրել եմ, որովհետեւ այդքան նայել չի լինի։ 12 ոլորտ է, բայց բոլոր ոլորտների մեջ պարունակում է տարբեր տեղեկատվություններ։ Ընտրել եմ այս քարտը նայելու համար, սա որպես օգնական է մեզ։ Եվ կխնդրեմ նաև բաժանորդագրվել ալիքին, նաև լայքել տեսանյութը, այնքան եմ խոսել արդեն որորդ տեսանյութն է այսօր սա, որպեսզի մի փոքր առաջ գնանք, ես էլի նորից սկսեմ շարունակել նմանատիպ տեսանյութեր անել անհատական, այսինքն ոչ թե մեկ տեսանյութի մեջ բոլոր 12 նշանները։ Դե առաջինը կնայենք ձեր տրամադրությունը, թե ինչ տրամադրություն կունենաք ամբողջ ամսվա ընթացքում, նաև թե ինչպես մուտք գործեք փետրվար ամիս։ Կույսերը ինչ տրամադրությամբ կմտնեն փետրվար կամ ինչ տրամադրություն կունենան ընդհանրապես փետրվար ամսին։ Հաջորդ ոլորտը գումարն է, կարող եք նայել սա եւ ասցենդենտի եւ լուսնային նշաններով նույնպես։ Հաջորդը շրջապատ, շփում, հարազատներ, այսինքն քույր, եղբայր, տուն, ընտանիք, երեխաներ, առողջություն, սեր, հարաբերություններ, դեր փաստաթղթերը, փաստաթղթային հարցերը, նրանք որ պետք է անեք։ Ճամփորդություն, կճամփորդեք արդյոք թե ոչ, աշխատանք, բիզնես, ընկերներ եւ օգնություն, որտեղ այդ օգնություն կստանաք, եւ վախեր, խնդիրներ, նաեւ գաղտնիքներ, ինչում են կայանալու։ Ահա։ Սա մեզ օգնական այս քարտերը, որպեսզի տեսնենք հավելյալ ինչ կարող են ասել մեզ։ Գնայենք առաջինը, հենց սա փոփոխություն է, փոփոխություն է մտնում ձեր կյանք, փոփոխությունը դա կարող է լինել հղիության տեսքով, դա կարող է լինել ամուսնության տեսքով, հղիության, ծննդաբերության, նաև տեղափոխություն մեկ այլ երկիր, տեղափոխություն մեկ այլ քաղաք, կամ այս ամիս ավելի շատ ոնց որ տրամադրված կլինեք տեղափոխություն կատարելու ձեր տունը, ձեր հասցեն, մեծ փոփոխություն է, որը մտնելու է ձեր կյանք, պատրաստ եղեք ամեն տեսակի փոփոխության, իմաստուն կերպով վերաբերվեք յուրաքանչյուր փոփոխության, ինչը որ կգա ձեր կյանք, ինչ որ տեղի կունենա ձեզ մոտ։ Տեսնենք ֆինանսական վիճակը ձեր, սա մանրուքներն են, մանր-մունր գումարներ եք ստանալու, կամ մանր-մունր բաների վրա կարող եք գումար ծախսել այս ամիս։ Յուրաքանչյուր ֆինանսական հարցերի հետ կապված յուրաքանչյուր մանրուք պետք է լավ ուսումնասիրեք, մի շտապեք ոչ մի հարցում, ամեն ինչը ճիշտ արեք։ Լավ պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն այդ հարցում, այդ ոլորտում։ Ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրում, ինչ-որ մեկին գումար եք տալիս պարտքով, բայց գործողություններ եք անում գումարի հետ կապված ամեն ինչը լավ ուսումնասիրեք, այստեղ հատկապես ոչ կնոջի հետ կապված, ինչ-որ մի աղջկա, ինչ-որ բան եք պատվիրում, լավ ուսումնասիրեք, ով է, ինչ է, հաճախորդները նորմալ են, ինչ են, հետո նոր ինչ-որ բան պատվիրեք, միգուցե ձեզ է տալիս փոքր մանր-մունր գործեր, եւ դուք այդ գործերը պետք է անեք, ինչ-որ փոքր-մոքր գործեր են, նաեւ այստեղ եթե լինի խնդիրներ մանր-մունր ֆինանսական, դա եւս այս կամ այս աղջիկը կլուծի, կամ այս աղջիկն է առաջացնում ձեզ համար, միգուցե պարտքեք, միգուցե իրենք ինքն է պարտքա, ինչ-որ պահեր են, որոնք որ գումարային այդպես մանր-մունր հարցեր կան, մի եկողը հաշվապան է ձեր, եթե ունեք բիզնես, ապա հստակ պետք է լավ ուսումնասիրեք, իրանից հետո, ինքը ինչ ասում է, իրանից հետո եւս էլի դուք լավ ուսումնասիրեք, նոր հետո վերջնական որոշում կայացրեք, թվերը կարող է սխալ գրի։ Նա կարող է խաբել ձեզ։ Եվ ուղղակի կարող է ինչ-որ մի աղջիկ է, որ ձեզ իրոք գումարը քիչ-քիչ է տալիս։
փոքր։ Տեսնենք հաջորդը դա ձեր շրջապատն է, դա շփումն է մարդկանց հետ, հիանալի շփում կունենաք, նաև որոշներն էլ կարող են հաջողակ շփումներ լինել, հաջողակ պայմանավորվածություններ լինեն, եթե վիճված եք ձեր քրոջ, եղբոր հետ կամ ձեր շրջապատող մարդկանց հետ, ինչ-որ մարդկանցից, ապա սա նշանակում է հաշտեցում, կհաշտվեք իրենց հետ, կշարունակեք ձեր շփումը։ Կարող է ոչ մի լավ շրջապատ եք մտնում, չէ, այստեղ շրջապատ մտնելու հարցում արդեն այդքան էլ լավ չէ, կամ ձեր շրջապատում կան նախանձ մարդիկ, ովքեր նախանձում են, ովքեր մի քիչ ավելի շուստրի են, ավելի այդ խորամանկությունների մեջ եռում է եւ ինչ-որ բաներ են ուզում գուցե անել։ Շփվելուց շատ մի բացվեք, շատ մի կիսվեք ամեն ինչ, որտեղ պետք չի, այդպես բացեի բաց, ամեն ինչի մասին խոսել։ Նաև սա գոհադուք եք խորամանկ եւ խորամանկությամբ որոշ հարցեր եք լուծում ձեր լեզվի միջոցով, ձեր խոսքի միջոցով, մարդկանց կարողանում եք գրավել դեպի ձեզ այս ամիս։ Տեսնենք տունը տեսնենք ինչ է։ Յա, չի ուզում գալ։ Օծա դրա համար չի ուզում գալ։ Այստեղ հնարավոր են իրոք օծեր են մտնում ձեր տուն, ձեր ընտանեկան կյանք, ձեր հարաբերություններ, ինքնուց փորձում են խաբել, բաժանել, միգուցե իրոք կարող ուզում են խաբել, չի բացառվում։ Սա ինչ որ կին է, ով որ մտել է ձեր կյանք, հնարավոր է դա տղայի կամ աղջիկա ծնողներն են, նա կախված է թե ով է նայում։ Հարևան է միգուցե, ընկերուհի է միգուցե, ինչ որ մեկն է, ով որ կարող խորհուրդ է տալիս հակառակին եւ այդպիսով խանգարում ձեր ընտանեկան հանգիստը։ Այնպեսի անում, որ խնդիրների մեջ լինեք։ Դա նաև ասում եմ փոքր իմաստուն եղեք եւ ի վերջո ընտանիք կազմեք, մենակ ինչքան պետք է մնաք, ովքեր որ մենակ են եւ յուրաքանչյուր հարց ընտանեկան խնդիր պետք է լուծեք այդ ամիս իմաստության ձևով, իմաստուն կերպով, իմաստությամբ, առանց որևիցե ինչ որ ճիշտ որոշում պետք է կայացվի, ճիշտ մտքեր պետք է արտահայտեք, ոչ թե վիճեք եւ այդպես։ Նա կարող է եւ օծը մտնում է մարդու ընտանիք եւ խառնում է ամեն ինչ, մարդիկ էլ օծին են սկսում հավատալ եւ ընտանիքը սկսում է խառնել։ Դա նաեւ գայթակղություն է, տունը վաճառել, տուն գնել, տանիրեր գնել։ Ինչ որ մի կին կարող է գալ նաեւ մեկ ամիս մնալ ձեր տանը։ Մեկ րոպե, մոմս մոռացել եմ։ Այսքանը երևի տան հետ կապված ընտանիքն է նաև սա։ Նա կարող է իրոք այդ ձգտումը շատ մեծ լինի ընտանիք ունենալու կամ ընտանիքը վերականգնելու համար։ Միայն ուղղակի պետք է այդ չար մարդկանց չթողնեք։ Երեխաների հետ կապված երեխաները ձեզ կուրախացնեն, բայց անակնկալ բաներ տեղի կունենա ձեր երեխաների մոտ, որը եւ ձեր տրամադրությունն էլ կբարձրացնի ձեզ նույնպես կարող է այստեղ երեխաների ծնունդ է օրինակ այդ ամսում եւ նշում եք այդ ամսում կարող է լինել նաեւ երեխաների նշանադրությունը կամ իմանաք որ ձեր երեխաները սիրահարվել են այդպես ինչ որ ուրախ տրամադրություն կհաղորդի ձեզ երեխաների հետ կապված ինչ որ մի բան կարող է տեղի ունենալ, որը ձեզ կուրախացնի, սա ընդունելություն է երեխաների, քննությունը լավ հանձնեն, հղիություն, ծննդաբերությունը շատ լավ անցնի։ Այն ինչը որ ձեզ անհանգստացում էր երեխաների հետ կապված, անհանգստության կարիք չկա եւ դա ձեզ ուղղակի միայն ուրախություն է պատճառում։ Ինչ որ անակնկալներ կարող են անել ձեր երեխաները ձեզ ինչ-որ բաներ կարող եք իմանալ, նաև սա նվերներ է կամ դուք կանեք ձեր երեխաներին կամ իրենք կանեն ձեզ, այս ամիս մի խոսքով մի լավ բան է տեղ ունենալու եւ հաստատ այստեղ ոմանց երեխաները նշանադրվում են կամ ամուսնանում։ Եվ ասեք քարտանամ ամենայն դեպս կարող է երևան։ Փոփոխություններ, այո, փոփոխություններ է լինելու իրենց կյանքում։ Իրենք կարող են հղիություն լինի, ծննդաբերություն, փոփոխություն մեկ այլ տուն, որը եւս հա բոլորով դուք իրենց համար կուրախանաք, իրենք է մեկ այլ ձև կուրախանան, եւ դա ձեզ համար անակնկալ կլինի։ Նայենք առողջությունը, այո, առողջության հետ կապված այստեղ խնդիրներ կան, պետք է առողջությանը հետևել անպայման։
Կողը ինչ-որ բժշկին, այստեղ լարվածություն է, բայց չգիտեմ որտեղ։ Ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, որը բերում է բորբոքման, որը բերում է կողը քնի խանգարման, այստեղ հա կողը լավ չեք քնում, դա համար հանգստություն է ձեզ պետք։ Գուցե պետք է գիրք կարդաք քնելուց առաջ, մի փոքր շատ չէ, բայց ինչ որ սպորտով զբաղվեք, շատ չէ, հա ինքը հստակ չէ, բայց ինչ-որ շարժումներ կարող եք անել, եթե խնդիրներ կան։ Սա նաև պետք է ուղղակի հանգստություն պահպանեք, որովհետև այստեղ շատ է բորբոքվածությունը եւ դա է բերում, հա կարող է այստեղ նաև ճակատագրական ինչ-որ քայլ լինի դա ձեզ համար։ Դա համար շատ ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Մի անտեսեք ոչինչ։ Նայենք հարաբերություններում եւ բարձր տրամադրություն է, տեսնենք բարձր տրամադրության պատճառը դա ինչն է։ Գուցե նոր ծանոթություն, սիրելի վերադարձ, հաշտեցում, գուցե ավարտվում է այն բորբոքված պահերը, որը դուք կար ձեր մեջ, միգուցե մեկը մյուսին տեսնեք, մեկը մյուսի հետ կարող է վիճում եք անընդհատ, կամ սա ամեն մեկը գնում է իր ճանապարհով, հա, սրանով փակում եք այդ դուռը այդ հարաբերությունների, որովհետև անընդհատ լարվածություն, անընդհատ խնդիրներ, եւ հիմա արդեն ոնց որ փոխում եք այդ վիճակը եւ արդեն տրամադրության փոփոխություն է լինում։ Կամ այդ իրավիճակն է փոխվում, այլևս ոնց որ չկա ձեզ մոտ փետրվարին այդ խնդիրները, այդ լարված պահերը, այդ վեճերը, ամեն ինչ հանգիստ է, դրա համար ձեր տրամադրությունը նաև բարձր է այդ հարցում, այդ ոլորտում։ Սեր կստանաք, դրա համար ուրախ կլինեք, որ հարաբերությունները կան, հարաբերությունների մեջ եք։ Սա նաև նոր ծանոթություն է այն մարդկանց համար, ովքեր որ միայնակ են։ Ինչ որ մեկը կգա ձեր կյանք, կթողնեք, չեք թողնի, արդեն դա միայն դուք գիտեք։ Տեսնենք փաստաթղթերի հետ կապված, այստեղ հստակ դիմում եք վարչապետական հիմնարկություն, վարչապետաթղթերի ձևակերպման համար, պետական աշխատող է, եւ պետք է ուշադիր վարեք նաեւ մեքենան, որովհետեւ սա կարող է լինել պետավտոտեսուչ, որ եւս է իրենից էլ է նորից փաստաթուղթ գալիս, պետք է եւս այդ պահով ուշադիր լինել։ Կարող է սա փաստաբան է եւ ոչ է կտրուկ ինչ-որ քայլ եք անում, ինչ-որ փոփոխվում է ձեր վիճակը, օգնում է ձեզ ինչ-որ հարցում, միգուցե դատական գործում է, միգուցե ոչ է տեղ է, օգնում է ձեզ եւ ոչ է մի բան այստեղ հանում է ձեր վրայից, կամ սա նաեւ բժշկականի հետ կարող է կապված լինել, բժշկական ոչ է ապահովագրություն է կամ եւ այլն, որտեղ պետք է փաստաթղթեր ձևակերպեք, ուղարկեք, տակ, բժշկից ոչ է թուղթ վերցնեք, կամ ոչ է պետական հիմնարկությունից ոչ է թուղթ, կարող անձնագիրն եք հանում, կամ գնում եք օրինակ սա կարող է լինել վիզայի ծառայություն, կարող է լինել դեսպանատու, մի խոսքով ինչ որ տեղեր, որտեղ որ կարող եք գնալ, հա, որտեղ սա հստակ ոնց որ բարձր պաշտոնյա մարդ է, ում հետ որ դուք կապ կունենաք։ Դա նաև կարող է բիզնես եք բացում եւ դրա համար եք զբաղվում կամ անսպասելի եք որոշում կամ կտրուկ քայլ եք անում վերջ բիզնեսը ունենալու եւ դրանով եմ զբաղվելու։ Միգուցե եւ գնում եք տվյալ մարդը ձեզ օգնում է այդ հարցում։ Փաստաթուղթ եք վերցնում, ձևակերպում տալիս, այդպես այս մարդու հետ։ Յուրաքանչյուրը ոչ է պետական հիմնարկությունում կարող ունենալ այդ գործը։ Կարող այստեղ հանում եք ձեր գործերը ինչ-որ մի տեղից։ Կարող ուսման կենտրոնը դուրն այդ չի գալի, հանում եք ձեր գործը, գնում եք մեկ այլ տեղ։ Ում այս մարդու մոտից եք հանում ձեր գործը, որտեղ ձեր գործը լավ չի, անտարես եք ուրիշ մարդու։ Կամ հակառակը, հա, ինչ-որ այդ մարդը ձեզ օգնում է, որպեսզի ինչ-որ հիմքից ոչ է մի բան անեք կամ զրոյից ոչ է փաստաթուղթը հիմնեք, ձևակերպեք, գրեք, ինչ-որ դոսյա կազմեք, հա, ինչ-որ պահեր են, որ կարող է ձեզ օգնել։ Տեսնենք ճամփորդության հետ կապված, ինչ-որ մի ուղի եք ընտրել, որոշել եք եւ գնալ կամ հանգստանալ կամ ինչ-որ միտեղ գնալ, պարտադիր չի հանգստանալ, հա, կարող է երկու օրով եք ուզում գնալ, կարող է ինչ-որ գործուղման եք ուզում գնալ, ապա սա ճիշտ ուղի է, որ ուզում եք ընտրել եք դա, այդ ուղին դա ճիշտ է։
Այդ հեսա քարտը հանենք, տեսնենք ճիշտ է թե ոչ, ավելի շուտ։ Ոչ տղամարդ է, կարող ինքն է ձեզ ճիշտ ուղին ասում, կամ միգուցե փորձում է ձեզ ճիշտ ուղուց շեղել։ Տեսնենք ինչ է սա, կամ այդ տղամարդու հետ եք գնալու։ Պետական աշխատող է, կարող ձեզ ուղարկում են գործուղման, եթե պետական տեղ եք աշխատում։ Նաև գնում եք ձեր ընկերների մոտ, կամ այստեղան է օգնում ձեզ գնալ, հա, օգնում է կարող պետական աշխատող է եւ օգնում է ձեզ, ոչ է տոմսեր ավելի մատչելի գնել, կամ ինչ որ պահեր են սա։ Կարծես թե գործի բերումով է ավելի շատ ոմանց համար։ Աշխատանքի հետ կապված կարող գնաք ինչ որ միտեղ, կամ այս տղայի հետ, կամ այս տղամարդու այնտեղ տեսնեք, կամ այս տղամարդն է ձեզ համար դա անում։ Ու որ պետական աշխատող է։ Գուցե իրա փոխարեն եք գնում, ինքը պետք է գնար իրա փոխարեն եք գնում։ Եվ տեսնենք աշխատանքը, կարիերան, գուցե այդտեղ ինչ-որ ձևով երևա, սա կամ ձեր աղջիկն է ընդունվում աշխատանքի, եթե երեխա ունեք, աղջիկ ունեք, կամ սա ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, կամ գնում եք աշխատանք փնտրելու եւ այդ կնոջն եք հանդիպում, գուցե հարցազրույց եք գնում այս ամսվա ընթացքում։ Նաև կին է կամ աղջիկ է ում հետ որ կարող եք բիզնես սկսել, ոչ է գործ անել։ Կամ խոչընդոտները ձեզ համար ստեղծում այս աղջիկը, կարող է իրոք տնօրենն է կամ մենեջերը եւ աշխատանքի վայրում ձեզ համար, այո, ինքը ղեկավար պաշտոն է այնտեղ եւ ձեզ համար խնդիրներ է ստեղծում։ Այս ամիս կարող է փորձել ստեղծել, պետք է ուղղակի հանգիստ վերաբերվել նման բաներին, եթե իհարկե ձեր ինքնասիրությանը չի կպնում, կամ կարող է գնալ ուզենալ ընդունվել աշխատանքի, ոնց որ սա ասի չէ։ Կամ տան անդամ է այս աղջիկը եւ ինքն է ուզում աշխատանք գտնել եւ դեռևս ոնց որ իր համար փայք է, դեռևս խոչընդոտներ կան աշխատանք գտնելու հարցում։ Կարող է վերջում տանը անեք գործ, տանը որոշեք գործ անել։ Դե եթե տնօրենը այստեղ այո, կարող է իրոք խնդիրներ է ստեղծում։ Կարող է տան բիզնեսով եք զբաղվում, կամ այնտեղ գործակալություն է, կամ տան իրեր եք վաճառում, կամ ոչ մի բան է։ Եթե բիզնես է, ապա եւս, հա, կարող է իբրև թե ապրանքը լավը չէ, անգամ կարող է փորձել նաև ոչ է դատական գործ հարուցել, դա համար պետք է ուշադիր լինել ում վաճառել, ում չէ։ Եթե իրար այդ բիզնես սկսեք, կամ սկիզբը այդքան լավ չի լինի, կամ այդ աղջիկը կամ չի աշխատի, կամ ամեն ինչ կթողի ձեզ վրա, որ դուք անեք։ Եվ ոնց որ հոգսը ամեն ինչը կլինի ձեր վրա, եւ ի վերջո դուք էլ ամեն ինչ կարող թողել եւ տունը անեք։ Մեկ հարց տամ ընդամենը տեսնամ ով է այս աղջիկը։ Չէ, լավն է, ուղղակի գործունեությունը երևի գործունեության հետ է կապված խնդիրը։ Կամ ձեզ օգնում է, որ եթե աշխատանքի վայրում խոչընդոտ կան, օգնում է ձեզ, որպեսզի այդ խոչընդոտները վերացնեք, կամ ինքը ուղղակի լավն է, բայց իր հետ ստեղծած գործը այդքան էլ լավը չէ։ Մարդիկ կարող են լավն են, բայց բիզնեսից 0 եւ ոչինչ չեն հասկանում։ Կամ մարդիկ լավն են, բայց իր այդ գործունեությունը մենեջերը չգիտես ինչա միևնույնն է, էլի 0 է, ոչինչ չի հասկանում։ Եվ կարող անիմաստ խնդիրներ է ստեղծում։ Դե մեկ էլ այստեղ մի բան էլ կա, եթե ընկերուհի է կամ եւս ինչ որ մեկն է, ով որ կուզենա ընդունվի նույն տեղը, որտեղ որ դուք եք աշխատում, այստեղ պետք է արդեն մի փոքր ուշադրել։ Այստեղ արդեն ինձ թվում է պետք չէ։ Տեսնենք ընկերները եւ օգնությունը, որտեղից օգնություն կունենաք։ Սա ժամանակ է կամ ժամանակը շատ եք անցկացնելու ձեր ընկերների հետ այս ամիս, կամ իրենց էլ պետք է ժամանակ հատկացնեք, կախված է թե ինչ եք անում, դուք ամսվա ընթացքում աշխատում եք, ազատ եք։
Եվ ժամանակն է նաև փորձարկության ենթարկել, մի հատ դիմել, տեսնել, օգնության ձեռք կմեկնեն, թե ոչ։ Նայք խորամանկ են, ուզում են, որ միայն իրանց լինի, միայն իրանց համար անեք, միայն իրանց հետ լինեք, հա ոչինչ, այսօր որ ես ունեցել եմ նման ընկերուհիներ, հա դե ոչինչ, որ այսօր էլ այս գործը չանես, ոչինչ վաղը կանես, հաշվի չառնելով, որ այսօր գործը չանես, դու վաղը կարող հաշ չունենաս ուտելու, նմանատիպ շատ ընկերներ կան, եւ ձեր ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր որ ձեր ժամանակը խլում են։ Ուղղակի իրանց խորամանկությամբ, որ միշտ իրանց հետ լինեք կամ ինչ որ գործեր անեք իրանց համար, եթե դուք ինչ որ բան եք անում, այնտեղ կա վարսավիր եք, չգիտեմ ինչ, եւ անդադ ոնց որ դե դուք կարող եք այդ ընթացքում մի հատ հաջախորդի մաս ֆենել, գնում եք Իրանը։ Այս ժամանակը վատնում եք իրա վրա, որտեղ ինքը խորամանկ է, կան ձեր ընկերների մեջ, որոնց որ պետք չի այդքան վստահել։ Ուղղակի ձեզանից ժամանակ են շատ տանում։ Տրամադրվեք, ավելի լավ է ձեր գործերին, ամեն ինչը բալանսավորեք, ընկեր իր տեղն ունի, աշխատանքն իր տեղը։ Եթե մազ է ուզում ֆենել, հա, օրինակ եմ բերում, ապա թող վճարի, ինչպես որ իմ ընկերներն էին այդպես անում։ Տենց է, օրենք է դա, եւ այդ օրենքը տիեզերքից է եկել եւ պետք է անել, ամեն ինչը բալանս է սիրում։ Եվ տեսնենք ձեր վախերը, ձեր խնդիրները, նայեք այստեղ վախերը սիրուն կորցնել, վախերը միայնակ մնալ, խնդիրները եւս կարող են գալ սիրուց, հարաբերություններից, յուրաքանչյուր մարդու այդ հարաբերություններից կամ հենց սերը, միգուցե միակողմանի սերը, միգուցե չեք կարող ասեք դեռ ձեր սիրո մասին տանջվում եք, դա նաեւ գաղտնի սիրավեպ է, գաղտնի կամ սերը ձեր ներսում եւ ոչ ոքին չեք ասում, դա է, հա, ձեզ տանջում, դա է նաեւ ձեզ համար խնդիր, վախում եք կորցնեք որևէ մեկին, ձեր սիրուն, այստեղ նայեք, ով որ ձեզ ուրախացնում է, վախենակ դրան կորցնել, նես մոպետ եթե սիրում է, ուրեմն պետք չի, տեսնենք պետք է վախենալ, որ գուցե իրոք ինչ որ մարդիկ բաներ են նկատում, դրա համար են վախ մտնում մեջները, պետք չի, կարող է, գիտեք, սիրում է շատ շփվել տարբեր մարդկանց հետ, ձեր զույգը, ովքեր ունեն հա զույգ այստեղ, կամ ովքեր կարող վախենում են մենակ մնալ, կամ այդպես փակել այդ սերը իրանց մեջ ու վերջը ոչ ոքին չասել կամ դիմացինին է չասել, այդպես կորցնել դիմացինին։ Կարող է եւ ովքեր որ ունեն, շատ է շփվում մարդկանց հետ եւ դրա համար կասկածներ կա, որ կարող է կորցնել, բայց ձեր վերաբերմունքը ամեն ինչ անում է եւ տղամարդը եթե վազում է դեպի տուն, ուրեմն դուք լավն եք։ Եթե գնում եք կեսգիշերին է գալիս զուտ քնելու համար, ուրեմն դուք այդքան էլ լավ չեք վերաբերվում իրեն։ Եվ ինքը հասարակության մարդ, դուրսն է անընդհատ, տարբեր մարդկանց հետ է շփվում, հա դրա համար վախ կարող է առաջանալ։ Բայց այստեղ եթե վախում եք, կարող եք ուղղակի շփվել կամ հարսանիք չլինի, այստեղ հարսանիք կա, այնպես որ դա էլ եւս պետք չի վախենալ։ Դե այսքանը ձեզ համար, ամենայն դեպս վատ ամիս չի, վատը ո՞րն է, այստեղ առողջությունը պետք է ուշադրություն դարձնեք, տան հետ կապված ինչ որ հարցեր կան, ուրիշ ոչինչ։ Եվ այստեղ աշխատանքը, եթե այս աղջիկը ձեզ համար խնդիրներ ուղղակի չստեղծի, որ դուք գնաք տունը անեք առանձին։ Ինչ որ պահեր են, որ կարող եք, չգիտեմ, ինչ որ պահեր բիզնեսի եւ աշխատանքի հետ կապված, որը ինձ թվում է հետո կարող եք իմանալ, հասկանալ այդ ինչ էի ուզում ասած լինեի։ Այսքանը ձեզ համար թող որ փետրվար ամիսը ձեզ միայն հաջողություն բերի։ Ամբողջ ամսվա ընթացքում միայն հաջողություն ունենաք։ Լավ եղեք։